Խորհրդանում այսօր ևս մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում շարունակվեցին 2025 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումները։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը տարեկան զեկույցը ներկայացնելիս նշեց, որ 2024-ի համեմատ 2025-ին աշխատակազմում հաշվետվության առումով մեծ փոփոխություններ չեն եղել։ 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով մեզ մոտ հաստատվել է 11 ծրագիր եւ 50 միջոցառում։ 25 թվականի ընթացքում կառավարության որոշումներով ավելացվել են թվով 7 միջոցառումներ, արդյունքում 57 միջոցառումներից կատարվել են 55-ը։ Հաջորդիվ հաշվետվություններ ներկայացվեցին այլ գերատեսչություններից ևս, սակայն հատկանշական էին հետընտրական գործընթացներին վերաբերող տվյալները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովհակիմյանն անդրադառնալով քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Ալխազ Ղազարյանի հարցին, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 14-ի արդյունքներով վերջնականորեն ամփոփվելու են հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նշեց, որ սխալ մուտքագրումները նախորդիվ շատ են եղել, բայց ունեն իրավիճակ, որ մեկ ձայնը որոշիչ է, եւ դրանով է պայմանավորված, որ բոլորի նյարդերը լարված են։ Հովհակիմյանն այս համատեքստում նշեց, եղել են տեխնիկական սխալներ, բայց 5 կամ 6 նման դեպք է եղել, եւ այլ սխալներ չեն եղել։ Որ մեզանից ավելի շահագրգիռ, որ ձայները լինեն ճշգրիտ, չկա այդպես այլ մանրին, բայց ուղղակի ասում եմ, եղել է տեխնիկական եւ դրա համար է այս փուլը կոչվում նախնական արդյունքներ։ Հակառակ դեպքում կասենք, որ այդ փուլով ավարտվեց։ Ինչա կոչվում նախնական։ Որտեւ հետ նախնական արդյունքները ու դրանից հետո գնում է արդեն ճշգրտումներ։ Սա ընդհանրապես Միևնույն ժամանակ Վահագն Հովհակիմյանը վստահեցրեց հետևյալը. Հունիսի 14-ին բոլոր տվյալները լինելու են ճշգրիտ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանի տեղեկացմամբ հունիսի 8-ի կամ 9-ի դրությամբ կոմիտեում կան քրեական 115 վարույթներ, որոնցով քրեական հետապնդումներ են հարուցել 240-ից ավելի անձանց նկատմամբ։ Նրանցից 100-ը կալանավորված են, մնացածի նկատմամբ կիրառված են այլընտրանքային խափանման միջոցներ, իսկ հիմնական հետապնդումները վերաբերում են ընտրակաշարք տալուն եւ ստանալուն, ինչպես նաեւ բարեգործության արգելքի խախտման դեպքերին։ Կոմիտեն իրականում խիստ է նման տեսակի հանցագործությունների դեմ պայքարում, մենք նաեւ գնում ենք ավելի խիստ դատավարական հարկադրանքի միջոցների, այսինքն հիմնական դեպքերում մենք ընտրակաշարք տվող եւ ստացող քաղաքացիների նկատմամբ գնում ենք առավել խիստ խափանամիջոցը կիրառելու, դա կարող է լինել կալանք կամ տնային կալանք կիրառելու միջնորդություններ ներկայացնելով դատարան։ Արթուր Նահապետյանը վստահեցնում է, որ հիմա ևս իրենց ողջ կազմով հանրապետությունով մեկ կոմիտեն աշխատում է եւ արդեն իսկ օպերատիվ մարմնում ունեն բացահայտված դեպքեր, որոնք դեռ չեն հանրայնացվել։ Այսինքն չեն գնացել բաց քննության փուլ, բայց առաջիկայում գնալու ենք եւ իրականացնելու ենք խուզարկություններ, ձերբակալություններ եւ հետապնդումներ, այս առումով մեր աշխատանքը չի կանգնելու։ Այն, որ այսօր մեր իրականության մեջ գոյությունն են այնպիսի իրավիճակներ, որ քաղաքական ուժերը դիմում են ենթադրյալ հանցավոր արարքների կատարմանը, փաստ է, եւ դրա մասին մենք կարելի է ասել վերջերս ամեն օր լսում ենք, հատկապես պայմանավորված վերջին ընտրական process-ով։ Այս մասին էլ ասաց Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը։ Կարծում եմ, որ դրա համար օրենսդրական բավարար շեմ կամ բազա կա եւ իրավապահ մարմինները այդ առումով նաեւ բավական մեծ աշխատանք են տանում եւ տարել։ Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ աշխատանքները շատ ավելի ինտենսիվ պետք է շարունակվեն։ Ինչ վերաբերում է Արդարադատության նախարարության մանդատին ու լիազորություններին, Գալյանն ասաց, մտածում են ավելի խստացնել այն չափանիշները, որոնց հիման վրա ապագայում հնարավոր կլինի կուսակցությանը զրկել օրինակ ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։ Եվ եթե լինի կոնսենսուս, ապա մենք հենց սահմանադրության նախագծով դա կսահմանենք, այսինքն եթե կուսակցությունը կամ դաշինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ է տվել ակնհայտ խախտումներ եւ ուղղակի հնարավորություն չունենան մասնակցել ընտրական process-ներին, այդպիսով չխաթարելով քվեարկությունների եւ ընտրության արդյունքը։ Արդարադատության նախարարից падգամավոր Գեգամ Նազարյանը հետաքրքրվեց, թե ինչ ճակատագիր է սպասվում Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկին։ Սրփուի Գալյանն ասաց, որ վաղուց ունեն հստակ որոշում, որ այն պետք է փակել, բայց դրա համար նրա խոսքով պետք է այլընտրանք, իսկ այլընտրանքի շուրջ քննարկումները վերջնականացման փուլում են։
Առաջիկա երևի 2 շաբաթվա ընթացքում մենք վերջնական որոշումը կունենանք եւ ձեռնամուխ կլինենք նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման աշխատանքներին։ Գալյանի խոսքով նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի կամ պետական միջոցների հաշվին, կամ պետություն մասնավոր գործընկերության միջոցով։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։